փառք, հաջողություն, միլիոնավոր երկրպագուներ։ Եվ հետո հանկարծ լռություն։ Ամանդա Բայենսի պատմությունը միայն հաջողության մասին չէ, այն նաև պայքարի, ճնշման եւ վերականգնման մասին է։ Մի ժամանակ նա համարվում էր Հոլիվուդի ամենախոստումնալից երիտասարդ դերասանուհիներից մեկը Նիկելոդեոնի շոուներից մինչև մեծ էկրան։ Նրա հումորը, էներգիան եւ բնական տաղանդը նրան դարձրեցին ամբողջ սերնդի սիրելի դեմքերից մեկը։ Սակայն տարիների ընթացքում նրա կյանքում սկսվում է բարդ եւ երբեմն նաեւ հանրության համար անհասկանալի փոփոխություններ։ Այս տեսանյութում կփորձենք հասկանալ ինչ ճանապարհ է անցել Ամանդա Բայենսը փառքի գագաթնակետից մինչև անձնական դժվարություններ եւ ինչ դասեր կարելի է քաղել այս պատմությունից։ Ողջույն, բարի գալուստ իմ Ալիկ, ես Անահիտն եմ։ Այսօրվա հոլովակը նվիրված է իմ մանկության ամենասիրելի դերասանուհիներից մեկին։ Ես մեծացել եմ նրա ֆիլմերի ներքո, ինչպես նաև իմ սերունդը։ Եթե կան միլենիալներ, ապա հաստատ կհիշեն Ամանդա Բայենսին։ Թեկուզ նրա այս ֆիլմը, որտեղ խաղում էր Չենինգ Տատումի հետ, տղայի կերպարով։ Պաշտում եմ այս ֆիլմը, մինչև հիմա էլ եթե դնեմ նայեմ, չնայած նայել եմ մի քանի շաբաթ առաջ, այն նայվում է։ Ամանդա Բայենսը իսկապես շատ տաղանդավոր դերասանուհի է եղել, նա կորտրել է շատ կարծրատիպեր, նա նկարահանվել է հիանալի ֆիլմերում, ունեցել իր սեփական շոուն, ցավոք սրտի Հոլիվուդը կարողանում է երեխաներին, ովքեր որ մեծացել են հեռուստատեսությունում, կարողանում է նրանց կոտրել։ Եվ ցավոք սրտի Ամանդա Բայենսը հենց այդ երեխաների թվում էր։ Այն երեխաները, ովքեր որ մեծացել են Հոլիվուդում, նկարահանվելով դեռ փոքր տարիքից սերիալներում, ֆիլմերում, հասնելով պատանեկության տարիներին, դեմ առ դեմ հանդիպում են Հոլիվուդի դաժան եւ մութ կողմին։ Սեռական ոտնձգություններ, արգելված նյութերի օգտագործում, խմիչք, երեկույթներ, ինչը հետագայում ազդում է նաեւ նրանց հոգեկան առողջության վրա։ Եկեք հիշենք Մերի Քեյթ եւ Էշլի Օլսոններին, Բրիտնի Սպիրսին, Լինսի Լոհանին։ Ցավոք սրտի նրանց թվում է նաեւ Ամանդա Բայենսը։ Նա ծնվել է ատամնաբույժի ընտանիքում։ Հայրը եղել է ատամնաբույժ, մայրը նրա օգնական, այդպես նրանք ծանոթացել են, ամուսնացել են, ծնվել է Ամանդան եւ իր եղբայրը։ Ամանդան շատ ակտիվ երեխա է եղել։ Նրա հայրը եղել է կոմիկ, աղջկան փորձել է ամեն կերպ աղջկա մեջ սերմանել սեր դեպի բեմարվեստը, հումորը, տեսախցիկը, ինչի արդյունքում Ամանդան արդեն փոքր տարիքում մասնակցում է Love Factory-ին, որտեղ նա հանդես է գալիս ու բոլորին գերում է նաև տխրահռչակ պրոդյուսեր Դեն Շնայդերին։ Այս ճակատագրական հանդիպումը հանգեցրել է Ամանդայի ընտրությանը 1996 թվականին Stab հեռուստասերիալի համար։ Բայենսը 6 տարի ներգրաված էր նախագծում, այնուհետև երբ նա դառնում է 13 տարեկան, սկսում է վարել իր սեփական հեռուստաշոուն The Amanda Show-ն։ Սա ֆենոմենալ երևույթ է։ Նման բանի հասնելը շատ դժվար է։ Ամանդայի մոտ դա ստացվում է, նա ունի խարիզմա, նա ունի հումորի լավ զգացողություն եւ կարողանում է մարդկանց ծիծաղեցնել ոչ միայն դեռահասներին եւ երեխաներին, այլ նաեւ մեծահասակներին։ Սա տաղանդ է։ Նիկելոդեոնի այս նախագիծը նրան բերում է ժողովրդականություն եւ նա 4 տարի անընդմեջ նվաճում է սիրելի հեռուստատեսային դերասանուհի տիտոսը ամենամյա Kids Choice մրցանակաբաշխության ժամանակ։ 2002 թվականը նշանավորվել է դերասանուհու առաջընթացը խոշոր կինոյում։ Դեն Շնայդերը, ով այդ ժամանակ աշխատում էր մանկական հեռուստալիքի հետ, հրավիրում է Բայենսին եւ նրա Stab ֆիլմի խաղանկեր Ֆրենկի Մունզինին նկարահանվելու մեծ գերստախոս ֆիլմում։ Այս դերը Ամանդայի համար առաջընթաց եղավ, նրան բերելով եւս մեկ մրցանակ, այս անգամ սիրելի կինոդերասանուհի։ Ինչ է ուզում աղջիկը 2003 թվականի նկարահանումները առանց չափազանցության կարելի է անվանել Ամանդայի կարիերայի նշանակալի իրադարձությունը։ Նա ֆիլմի նկարահանման հրապարակում աշխատել է Քոլին Ֆերտի հետ։ Բայենսի ֆիլմագրության մեջ է մտնում նա տղամարդը դեռահասների համար նախատեսված կատակերգությունը, որը Ուիլյամ Շեքսպիրի 12-րդ գիշեր պիեսի ժամանակակից էկրանավորումն էր։ Այս ֆիլմում գլխավոր դերը գրվել է հատուկ նիհար եւ մարզական կազմվածքով Ամանդայի համար։ Այս նախագծի համար դերասանուհին սովորել է ֆուտբոլ խաղալ։ Աստղը պնդում էր, որ Չենինգ Թատումը ստանա իր էկրանային սիրեցյալի դերը։ Նրանց համբույրը առաջադրվել է Teen Choice Award մրցանակի։ Ավելի ուշ Չենինգը հարցազրույցներում շնորհակալություն է հայտնել Ամանդային, նրան վերագրելով դերասանի կարիերայի մեկնարկին նպաստելուն։ Երկրպագուները մոտենում էին նրան փողոցում եւ մեջբերում նրա կերպարների խոսքերը, իսկ Forbes ամսագիրը նրան ավելացնում է 21 տարեկանից փոքր 10 ամենաազդեցիկ հայտնիների շարքին։
Այս ֆիլմը շատ դժվարությամբ է տրվում Ամանդային, երբ որ նա մոնտաժում կամ թեկուզ գրիմ անելու ժամանակ տեսնում է իր արտաքինը, թե ինչպես է նա, ինչ նման է նա տղամարդու, նկատում է իր դեմքի վատ կողմերը, չնայած ես չեմ կարողանում գտնել նրա վրա բացասական բան, տգեղ կամ նրա կազմվածքը իդեալական է, նրա մազերը, նրա դեմքը, նրա աչքերը, մաշկ, ամեն ինչ իդեալական է, բայց նա կարողանում է իր մեջ գտնել թերություններ։ Սկսում է հենց այստեղից նրա հոգեկան անկումը, հենց այս ֆիլմից։ Բայենսը չէր հրաժարվում ֆիլմերի առաջարկներից, եթե նույնիսկ դրանք երկրորդական դերեր էին։ Օրինակ նա նկարահանվել է Ջոն Տրավոլտայի, Զակ Էֆրոնի, Քուին Լատիֆայի եւ Միշել Պֆայֆերի հետ Մազերի լակ կատակերգությունում։ 2009 թվականին Ամանդան նկարահանվում է Easy A ֆիլմում գլխավոր անտանգանիստի դերում։ $8 միլիոն բյուջեով ֆիլմը վաստակում է $75 միլիոն։ Այս ֆիլմը պարգևում է Էմմա Ստոունին կարիերա, իսկ Ամանդա Բայենսը ընկնում է ավելի խորը դեպրեսիայի մեջ։ 2010 թվականին Ամանդան նկարահանվում է Hall Pass ֆիլմում, սակայն թմրանյութերի օգտագործումը այնքան մեծ ազդեցություն է ունենում նրա վրա, որ նա չէր կարողանում հիշել իր խոսքերը եւ հետագայում ընկնում է խորը դեպրեսիայի մեջ։ Չնայած ֆիլմն արդեն նկարահանման փուլում էր, նա հրաժարվում է նախագծից եւ Ալեքսանդրա Դադարյոն փոխարինում է Բայենսին նկարահանման հրապարակում։ Մեծագույն հարցը կապված Ամանդայի փոփոխությունների հետ դա սա է. ինչ պատահեց այս կենսուրախ աղջկան, ով ստիպեց, որպեսզի նա դառնա այսպիսին, ով նրան գցեց այս խորը դեպրեսիայի մեջ եւ հիմնականում փնտրում էին պատճառ մարդու տեսքով եւ գտան Դեն Շնայդերին։ Շատերի համար տարօրինակ էր Դենի եւ Ամանդայի հարաբերությունները։ Ինչ գործ ուներ հասուն տղամարդը երիտասարդ, անչափահաս աղջկա հետ լողավազանում։ Ճիշտ է, սա նկարահանումների համար էր, բայց իմաստը ո՞րն էր։ Հետ նայելով անցյալ, մարդիկ հասկանում են, որ այնտեղ ընդհանրապես իմաստ չկա եւ դա հումորային չէ, ավելի տհաճ է հիմա նայվում։ Եվ հիշենք, որ 2000-ականներում շատ դերասանուհիներ, երիտասարդ աղջիկներ ենթարկվում էին նման փորձությունների հենց պրոդյուսերների կողմից։ Դեն Շնայդերին հետագայում կմեղադրեն ֆուդ ֆետիշիզմի մեջ, շատ աղջիկներ, շատ դերասանուհիներ անգամ մեղադրում են, որ Դեն Շնայդերը երիտասարդ դերասաններին աղջիկ, տղա, հրավիրում էր սրճարան, հրավիրում էր բար եւ նրանց առաջարկում էր ալկոհոլ ու թմրանյութեր։ Շատ Նիկելոդեոնի դերասաններ հայտնվել են նրա ծուղակում, օգտագործել են թմրանյութեր, օգտագործել են ալկոհոլ եւ չափից դուրս շուտ են հասունացել վատ իմաստով։ Չափահաս տարիքում 19-20 տարեկանում Ամանդան, երբ որ իր հաշվին տեսնում է $50 միլիոն, նա որոշում է, որ այլևս չի ցանկանում նկարահանվել հոլիվուդյան ֆիլմերում, նա ընդհանրապես չի ցանկանում լինել մարդկանց աչքի առաջ։ Որոշում է, որ արդեն պետքա թոշակի անցնի։ Սա իսկապես շատ երիտասարդ տարիք է թոշակի անցնելու համար Հոլիվուդում, բայց եթե հաշվի առնենք քանի տարեկանից են աշխատել եւ ինչքան գումար ունի, ըստ էս արդարացի մարդ ուզում է հանգիստ ապրի։ Բայց ինչպես Ամանդան իր հարցազրույցում նշել է, նա այդ տարիքում ուներ միլիոններ եւ չուներ հետաքրքրություններ, նա չուներ մասնագիտություններ, իր մասնագիտությունից արդեն հրաժարվել էր անցել թոշակի, նա ուղակի ձանձրանում էր։ Ձանձրույթի արդյունքում նա սկսում է հաճախ օգտագործել արգելված նյութեր, խմիչքներ եւ ոչ սթափ վիճակում սկսում է վարել մեքենա։ Սրա համար նրան բազմիցս ձերբակալում են, տուգանքներ են նշանակում եւ սկսվում է շարքը նրա դատավարությունների։ Այստեղից սկսում է նրա երկրորդ ճգնաժամային փուլը։ Ամանդայի արտաքին տեսքը գնալով փոխվում է։ Նա սկսում ավելի վուլգար հագնվել, հոնքերի տատուաժ է անում կամ պարզապես հոնքերն է մքացնում, ընդգծում է միմիայն իր շուրթերը եւ հոնքերը։ Հայտնվում է նրա դեմքին սրտի նման դաջվածքը։ Նա գունաբացում է մազերը եւ մազերի հետ անում է տարօրինակ գույնային փոփոխություններ, ինչպես նաեւ սկսում է քաշ հավաքել։ Բայենսը երբեք ամուսնացած չի եղել, այնուամենայնիվ նրա ընկերների ցանկը տպավորիչ է։ 2000-ականների սկզբից ի վեր Ամանդայի փեսացուները հիմնականում նրա գործընկերներն են եղել, ինչպիսիք են Թարան Քիլմանը, Դեյվիդ Քրոսը։ Խոսակցություններ կային նաև, որ դերասանուհին հանդիպում է Չենինգ Թաթումի հետ, որի հետ նա նկարահանվել է Նա տղամարդ է կատակերգությունում, բայց նրանք միմիայն խոսակցություններ էին։ 2008 թվականին Բայենսը հարաբերությունների մեջ էր սցենարիստ, պրոդյուսեր, դերասան եւ ռեժիսոր Սեթ Մակֆարլեյնի հետ։ Նույն թվականին Ամանդան նոր հարաբերություններ է սկսել բեյսբոլիստ Փերիս Հիլթոնի նախկին ընկերոջ Դուգ Ռայներհորդի հետ։
Այս սիրայի եռանկյունին համարվում էր 2000-ականների վերջի ամենասկանդալային հարաբերությունները։ Նրա 2010 թվականի զուգընկերը հիփ-հոփ երգիչ Քիդ Քադին էր։ Բաժանումը նախաձեռնել էր հենց երաժիշտը։ Երգչի խոսքերով Ամանդան չափիզուս շատ էր գրում իրենց անձնական կյանքի մանրամասները Twitter-ում, ինչը նրան նյարդայնացնում էր։ 14 թվականի սկզբին պապարացիները Բայենսին նկատում են Մայլի Սայրուսի նախկին ընկերոջ Լիամ Հեմսվորթի ընկերակցությամբ։ Նույն տարվա վերջում դերասանուհին հայտարարել է Քալեբ անունով մի երիտասարդի հետ նշանադրության մասին։ Դրա մասին հայտնի էր երկու բան, որ նա Կալիֆոռնիայից է եւ 9 տարով փոքր էր Ամանդայից։ 2020 թվականի փետրվարի 14-ին Ամանդան իր Instagram-ի էջում հայտարարել է Փոլ Մայքելի հետ նշանադրության մասին։ Որոշ լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն արտիստի փեսացուն, որին նա հանդիպել էր անանուն ալկոհոլների կենտրոնում, 6 տարով փոքր է նրանից։ Մարտին զույգը սոցիալական ցանցերում իրենց էջում գրառում է արել, հայտարարելով իրենց առաջնեկին սպասելու մասին։ Ուլտրաձայնային հետազոտության լուսանկարը հետագայում ջնջվում է եւ Ամանդայի փաստաբանները հաստատում են, որ Բայենսը հղիչ է։ Սա պարզապես նյարդային պոռթկում է եղել եւ ոչ մտածված քայլ Ամանդայի կողմից։ Հոգեբանորեն նա իրեն պատկերացրել է պարզապես հղի եւ կեղծել է այս նորությունը։ 2022 թվականի հուլիսին զույգը հայտարարում է իրենց բաժանման մասին։ Դերասանուհին բուժում է ստանում շարունակական հոգեբանական առողջության խնդիրների պատճառով։ Ամանդան հայտնվում է ոստիկանությունում իր տան բակում թմրանյութեր օգտագործելու պատճառով։ Ձերբակալության ժամանակ նա պատուհանից դուրս է նետում մարիխուանա ծխելու սարքը։ Դրանից հետո նրան ուղարկում են հոգեբուժական փորձաքննության նրա հոգեկան վիճակը որոշելու համար, բայց պարզվում է, որ նա անմեղսունակ չէ։ Նախկին դերասանուհին գրեթե ամբողջ 13-14 թվականներն անցկացրել է Մալիբուի թմրամոլության վերականգնողական կենտրոնում։ Բայենսը հայտնվել է հոգեբուժարանում ծնողների հարևանների բնակարանը հրդեհելու պատճառով։ Թե ինչ է պատահել նրա հետ, մնում է առեղծված։ Հայտնի է միայն, որ նրա շունը վնասվածք է ստացել դյուրավառ խառնուրդով ցողվելուց հետո։ Միջադեպի ժամանակ Ամանդան գրեթե այրել է իր շանը։ Ընտանի կենդանին վնասվածք է ստացել, բայց ողջ է մնացել եւ մնացել է Բայենսի ծնողների մոտ։ Դերասանուհու մորը տրվել է դստեր եւ նրա ունեցվածքի խնամակալությունը։ Այդ ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ դերասանուհին խելագարվել է։ Ամանդայի հայրը դիմում է իրավաբանական խորհրդատուի, ով որ օգնել էր Բրիթնի Սպիրսի հորը, որպեսզի նա կարողանար վերցնել Բրիթնի Սպիրսի այստեղ կադրը կտրվել է, ես պարզապես ուզում եմ ասել Բրիթնի Սպիրսի խնամակալությունը։ Առաջին հերթին սարվում էր նրա համար, որպեսզի Ամանդային կարողանային օգնել նրան տեղավորելով վերականգնողական կենտրոններ, որպեսզի նա ազատվի թմրանյութերից, որպեսզի նա կարողանա ազատվի ալկոհոլից եւ գտնի հոգեկան ներդաշնակություն, որպեսզի նա իր գումարները անկապ չծախսի։ Առաջին հերթին առաջին տեղում դա էր գտնվում։ Ամանդան չի ընդունում սա եւ իր Twitter-ում գրում է, որ փոքր ժամանակ դեռ հայրը իր հանդեպ կատարել է սեքսուալ ոտնձգություններ։ Ինչքանով է սա ճիշտ, ինչքանով է սխալ, ոչ մեկ չգիտի, բայց ամեն դեպքում հնարավոր է, որ սա հորինված է, որովհետև այդ շրջանում նրա թվիթները շատ անհասկանալի են, առանց լոգիկայի են ու շատերն են կասկածում, որ արդեն նրա հետ խնդիրները իսկապես լուրջ են։ Եվ նա փորձում էր ոչ թե պաշտպանվել, այլ հարձակվել, քանի որ շատերը չեն հասկանում, որ իրենք խնդիր ունեն ու առաջին բանը նրանք չեն ընդունում օգնությունը, մտածում են, որ իրենց ուզում են վնաս տան։ Հնարավոր է, որ սա էր պատճառը։ Սկզբում դերասանուհու մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա, այնուհետև բժիշկները Բայենսի մոտ ախտորոշել են երկբևեռ խանգարում, իսկ ավելի ուշ նրան տեղափոխել են թմրամոլության համար նախատեսված վերականգնողական կենտրոն։ 2014 թվականին Ամանդան ընդունվում է դիզայնի եւ մերչենդայզինգի նորաձևության ինստիտուտ։ 18 թվականին ստանում է արտադրանքի մշակման դիպլոմ։ Այսպեսով կարելի է հասկանալ, որ նա փորձում է իր կյանքը վերականգնել եւ ուղղակի կյանքում գտնել նոր իմաստ։ 18 թվականին էկրանից երկար բացակայությունից հետո Ամանդան հարցազրույց է տալիս Pepper Magazine-ին։ Ինչպես դերասանուհին ինքն է խոստովանել, 14 թվականից ի վեր նա հրաժարվել է ալկոհոլից եւ թմրանյութերից։ 2023 թվականի մարտին Ամանդան կրկին ցնցում է հանրությանը։ Նրան նկատում են մերկ քայլելիս Լոս Անջելեսի փողոցում։ Բայենսը կանգնացրել է անցնող մեքենաներից մեկը եւ խոստովանել, որ խելագարվում է, ապա զանգահարել է 911։ Ոստիկանական բաժանմունք այցելուց եւ բժիշկների կողմից զննումից հետո Ամանդան կրկին ուղարկվել է հոգեբուժական հաստատություն։ Հունիսին իրավիճակը կրկնվել է։ Դերասանուհին տեղափոխվել է եւս մեկ հոգեբուժական զննման։ Եվ այսպես երևի թե նրա մինչև կյանքի վերջ մի փոքր նա կլավանա հոգեբուժական կենտրոնում, այնուհետև դուրս կգրվի, նորից կհասկանա, որ իր կյանքում դատարկություն է, չգիտնի ոչ մի բանի մեջ իմաստ եւ կրկին կընկնի դեպրեսիայի մեջ եւ այսպես շարունակ։
Դե ինչ հոլովակն այսքանն էր, հուսով եմ չեմ կարծում, որ այն ձեզ դուր եկավ, բայց ամեն դեպքում շատ ցավալի է, որ կորցրեցինք նման դերասանուհու, մարդու չէ, դերասանուհու, որտեվ իսկապես ֆիլմերը նրա մասնակցությամբ, այդ ռոմկոմերը մեր ժամանակների, մեր պատանեկության տարիների անփոխարինելի են։ Ճիշտ է, հիմա մենք երբ որ նայում ենք դրանք մեր համար մի քիչ քրինժ է, բայց հետաքրքիր էր ժամանակին, շատ հետաքրքիր էին եւ սիրված։ Դե ինչ, լավ մնացեք, մենք շատ շուտով կհանդիպենք, չմոռանաք հավանել հոլովակը եւ հետեւել իմ ալիքին։